Մեկ վարկյան նոր վերցնել, հիմա Իլյա, մի հատ զուգը սպասի էլի։ Եթե արդեն իսկ մեկնարկած Այսինքն նրանց հավանական գործողությունները չափազանց կանխատեսելի են, տեսանելի են, հետևաբար այդ որոշմանը գնալով մենք գիտակցված ենք գնում այդ որոշմանը, բայց այդ որոշմանը գնալով մենք գնում ենք մենք պայքարը շարունակելու եւ այդ պայքարի մեջ իրանք խեղճ են հասկանում, այս ամեն ինչ ինչ-որ հիմա կատարվում է, դա խեղճության դրսևորում է, պատկերացնում եք, ասենք Նարեկ Կարապետյանը քերիակով Նարեկ Կարապետյանի մեր հասարակությունը այս ամբողջ ժամանակահատվածում հասցրեց կանոչել։ Պարզ, մարդկային, ամիջական, կրթված, հասարակ, համեստ, ասենք Նարեկ Կարապետյանը ո՞ս կար է, որևէ գործողություն անի, որը իրավախախ։ Հələ մանդատը վերցնելուց էլ ազգային ժողովի նիստը չի սկսել, արդեն իրականացնում են ամենամեծ խմբակցության առաջատար գործչի, ցուցակի առաջատար տեխնիկասույթը, անիրավի պետական։ Այսինքն ինչ պիտի ստանան դրա դիմացը։ Այո, պարտվել են, չես այս ամեն ինչը, այս ամեն ինչը պարտության նշանները, հաղթանակած մարդը սես բանա, ասենք եթե սպորտում, որ մի հատ թիմ հաղթում, ասենք հիմա Իսպանիայի հավաքականը, որ հաղթել է, չէ, իրանք ինչ են անում, մի հատ բռնում են հետևից նորից խաղից հետո կարմիր քարտեր են ցույց տալի պարտվողին, ասում են տարեք դրան բռնեք, դες բաներ են անում, հակառակը չէ, մոտենում են, շնորհավորում են, կարեկցում են, բան են անում, ասում են ոչինչ, դուք եք լավ խաղում, բան։ Իրանց այս վարքագիծը հուշում է, որ իրանք այս ընտրություններում պարտվել են եւ վախենում են այդ պարտության հետագա քաղաքական քայլերից, որովհետեւ հիմա ինչքան էլ ասենք ենթադրենք ընդեր չեմ ուզում էլ անունները տամ մանավանդ մասին դեռ չեմ նշում կարող ասալ։ Ասենք 100-ական մարդիկ են, չէ՞, քպեց ընդրված պատգամավորներ։ Բայց գլխավորը Նիկոլ Փաշինյանը, որ գիտի ինքը որ հիմար չի, չէ՞, ինքը գիտի չէ որ ինքը պարտվել է այս ապրությունում։ Ինքը գիտի չէ որ ինքը ժողովրդի վստահություն չի վայելում ու ինքը իմանալով է թե ինքը ոնց է եկել իշխանության։ Այդ ամեն ինչը մի հատ ինքը իր վրա լրիվ պատկերացնում է, այդ պատկերացումները բերում են վախեր, այդ վախերը բերում են այս հանիրավի գործողությունները։ Չեմ էլ պատկերացնում, ասենք որ Նարեկ Կարապետյանը կարող անի իրավախախտում, ես չեմ պատկերացնում որ Նարեկ Կարապետյանը ապուշտում կարող չկանգնի։ Ալիկ Ալեքսանյանի գործի հետ ինչ կապ է իրավախախտում։ Դա Ալիկ Ալեքսանյանը մետոդ գործ է, ես էլ պիտի դրա հետ կապ ունեմ։ Իսկ ինչպես է կանելու, եթե ինչ է Չգիտեմ, կարող է, ընդդիմությունը քննարկել է խորհրդարան գնալու շատ կարճ է մնացել, ձեր ֆրակցիան քննարկել է արդյոք հանձնաժողովի նախագահների պաշտոնները պատրաստվում եք ստանձնել փոխնախագահի տեխնիկայի առաջադրելու հարցում ինչ որոշումներ։ Նման քննարկում դեռևս չի եղել։ Ձեր կարծիքն անձամբ ինչպիսին է։ Իմ կարծիքը ես այս բանի մեջ տեսնում եմ, Քննարկվել է ձեզ փոխնախագահի պաշտոնում։ Նման հարց ինձ հետ չի քննարկվել, նման քննարկում է ես որ ամեն որ ուժեղ Հայաստան թիմում են մարդիկ պատմավոր, այդ հարցը առհասարակ չի պատմվել։ Մենք քպեջ ենք հասկանում որ ժամանակի շնորհիվ որոշումներ կայացել չեն։ Նախ որպեսզի բարձր լինի մշտական հանրաժողովներում մարդ առաջադրել չի, նա պետք է բարձր հանրային մշտական հանրաժողով Եթե հանրաժողովների քանակը ընտրված չի։ Իրանք արդեն վարչությունը որոշել են առաջադրումներ են անում, թե ով որ հանրաժողովի նախագահի բայց եթե ասենք թե եկանք ազգային ժողովի քննարկումների ժամանակ որոշվեց որ պետք է ստեղծվի 4 մշտական հանրաժողով։ Բայց դա թափ է, այն արդեն առաջադրվել է։
Պարոն Ղազարյան, դա կողմ, բայց տեսեք, դուք ասում եք պարտվել են, ամեն դեպքում այն լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, այդ բացարձակ լեգիտիմությունը, հիմա փորձում են վերստանալ իրավական այսպես կոչված պրոցեսներով, իզոլացնում են ընդդիմադիր առաջնորդների, տեսանք Ծաղիկյանի հետվագը, տեսանք հիմա Նարեկ Կարապետյանի, դրանից առաջ Սամվել Կարապետյանի։ Իշխան Սաղաթելյանի եւ հիմա պարզ է, որ շարունակական է։ Ի վերջո ընդդիմությունը ունի դիմակայելու այլընտրանք։ Այո։ Իրանք այդ կարգը որ ասում են երբ են։ Ես չգիտեմ այդ ինչ պլաններով ով է դրանք համարակալ է։ Պարոն Կարապետյանն է ասել պլանները։ Չէ, ես կարծում եմ, որ այդ գործողությունները պետք չի համարակալել։ Նրանք իրավիճակից Բայց ունենք պլաններ։ Մենք ունենք իրավիճակ, ցանկացած իրավիճակ։ Հիմա այդ մենք ունենք տեսակ ամեն իրավիճակին համապատասխան խելամիտ ռացիոնալ որոշում։ Հիմա ասենք թե կարելի է չէ մտածել, որ ողջամտությունը մեզ այսօր այստեղ չի բողել։ Հիմա մեզ բերել են ապօրինի գործընթացով, ուզում են ուժեղ Հայաստանի առանցքային գործի, առաջի համարի տեխնացուի տանեն անազատության։ Հիմա այս իրավիճակին բնորոշ մենք պիտի համապատասխան, հիմա այս իրավիճակում մենք նստենք քննարկենք, չգիտեմ, մշտական հանրաժողովն ինչ է, ինչ։ Ամսի 2-ին գնալ եք Ազգային ժողով, պարոն Ղազարյան։ Ազգային ժողովի նիստերն նիստերի մասնակցելը պատկանողների պարտական չի։ Այսինքն նիստեր բոյկոտելու բան չունեք, եթե Նման ասում եք պատկանող։ նման հարցեր չի, այն ինչ որ վերաբերվում է ազգային ժողովի պատգամավորների պարտականությունները, այնտեղ կա պատգամավորները ունեն իրավունքներ եւ ունեն պարտականություններ։ Եթե մարդը պատգամավոր է, այսինքն անհրաժեշտ ծառայող, պարտականությունների կատարման արդյունքում պետք է Այն ինչ որ վերաբերվում է իրավունքներից կարող է օգտվել Դեռ ԿՊ-ից ասում են, որ պատրաստվում են ձեր ֆրակցիային քաղաքականապես ոչնչացնել խորհրդարանում։ Դուք ինչպես եք դիտարկում, դուք նկատում ամբողջ ձեր թիմը, ինչպես են դիտարկում այս հայտարարությունները եւ ինչպես եք պատրաստվում աշխատել այդ հայտարարությունների պայմաններում։ Սամվել Կարապետյանը մի անգամ դատարանի բակում ջեպազրույցներից մեկի ժամանակ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մի շատ լավ բանաձևում տվել նման բոլոր իրավիճակների շանս Ինչ ռեսուրսներ ունեք, վերահսկիչ օրինակ ռեսուրսներ միակնական խորհրդանում չեն պատասխանել ԿՊ-ի այս դուք այս անգամ այս ուժը կարող Այն որոշումները, որոնք կայացվում են այնքան թվով պատգամավորներով, որը չի բավարարում են երկու ընդդիմադիր խմբակցություններին, բնականաբար մենք նրանց հակազդելու իրավական հնարավորություն ունենք։ Մենք քաղաքացիական որոշումներին, որոնց հակազդելու իրավական հնարավորությունները կան։ Եթե իրանք մեծամասնություն են, հիմա ընդհանրապես ձևավորելու կառավարություն։ Կառավարության ձևավորմանը հակազդելու հնարավորությունը չկա։ Օրենքները իրանք պատրաստ են ընդունել միայն իրենց մեկ խմբակցությամբ։ Տեխնացիներ կարող են առաջադրել, բայց 3/5-րդն չի զավթեցին, չէ՞, Ծառուկյանից այդ մանդատը, որպեսզի այդ կարգի որոշումների ընդունման հարցում իրանք միայնակ կարողանան գործել։ Բայց այդ միայնակ գործելու համար գոյություն ունի բացի իրավականից նաև քաղաքական ժամկետներ, թե իրանք ինչքանով կարող են տանել։ Հիմա 2017 թվականին ձևավորված ազգային ժողովում է կոալիցիա է ձևավորվել հանրապետական կուսակցության, ՏՆՊ-ի եւ Հայ-Հեղափոխական դաշնակցության միջեւ։ Եվ ընդամենը մի տարի հետո Նիկոլ Փաշինյանին ընտրել են ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն 17 թվականի դրությամբ կար այլ մեծամասնություն, այլ կոալիցիա, որը իրավական իմաստով ուներ այլ հնարավորություններ, քաղաքական հնարավորությունների ժամկետը կրճատվեց 4 տարի։ Իսկ ձեր ֆրակցիայի ղեկավարման մասով ես չեմ հիշում ճիշտ ասած կար որոշում Նարեկ Կարապետյանը պետք է Դեռ նման որոշում չի կայացել ազգային ժողովի կանոնակարգ ղեկավարի կարգավորությունը կատարում ազգային ժողովի առաջին իսկ այսինքն որոշումը կայացվի օգոստոսի դեռևս քաղաքական որոշում է ակտիվ կողմերից հիմա պատմում եք հնարավորություն ունենալ հիմա այս բայի չէ, որովհետև ամուսնալություն հայտնելու գործընթաց հնարավոր կառավարության ձևավորումից ճիշտ տարի մեկ տարի հետո ստացվեց մեկ իրավիճակը պետք է Նարեկ Կարապետյանը հայտարարել, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնենք բոլոր գործընթացները իրավական
քաղաքական առողջային դեպքերը եւ այս չլացված Բարձրացան, որ ձեր հարցը արդեն պատասխան է, որովհետև այդ հետապնդումները իրականացնում են նախ ուժեղ Հայաստանի առաջին Սամվել անիրավություն եւ այդ ամեն իրականացումը մեր պատգամավորի տեխնիկների նկատմամբ, շտաբերի պետերի նկատմամբ, վստահված անձանց նկատմամբ, համակիրների նկատմամբ, լայք այդ ամբողջ նախընտրական շրջանում օրեր է, որ հակակոռուպցիոն կոմիտեն կամ քննչական կոմիտեն մի քրեական բանալիքի, մի ձայնագրության, մի բանի մասին չխոսա, որի թիրախում չընտրի։ Այսպես սա հետևողական համակարգային քաղաքական հետապնդում է իրավապահ մարմինների գործիքակազմը իրառալու միջոցով։ Բայց արդյունքը գիտեք ինչ են ասել, ուժեղ Հայաստանը հիմա խորհրդանում, ընդդիմությունը խորհրդանում ավելի մեծ կազմ ունի, քան նախորդում, որ հարմարության մեջ է։ Չէ, որոշումների ազդեցության վրա էլի սահմանափակումները նույնն են, բայց պատգամավորների թվականակը ավելի մեծ է եւ ես կարծում եմ, որ մեր ունեցած ռեսուրսը մեզ հնարավորություն տալու է արդյունավետ քաղաքական պայքարելու եւ մեր երկրի ներքաղաքական իրավիճակում էական փոփոխություններ ունենալու։ Իրանք դա հետապնդելի կարծում են, այլ իրանք այս գործողությունները դրա վրա։ Եթե իրանք վստահ լինեն, որ իրանք մոտ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ընդհանուր առաջ, նման բաների կարիք չէ ասել։ Եկար օգոստոս 2-ին Արեգ Ղարաբեկյանը գարա, ասես տենես գալի ազգերի ժողովուրդ։ Հիմա ասեք անգամ եթե հիմա խափամամիջոց, հա, փողն ապս 2-ին իրավունքի ուժով սզի որոշում կա։ Ասես թե հիմա ասեք թե մի քանի օրվա այդ իրանց հաճույք է, էլի ասես պրոբլեմներ սարքելու Նարեկ Ղարաբեկյանը կալանալ այդ փոքրությունության պարտված մարդու, խեղճացած մարդու վիճակի դրսևորումը։ Պարոն Ղազարյան, դուք խոսեցիք քաղաքական պայքարի մասին, նախորդ ազգային ժողովը հիշում է, որ կա նաև ֆիզիկական պայքարի տարբերակը, պատրաստ եք։ Իմ սիրած միակ մի քանի մարզաձևերի նկատմամբ հետաքրքրությունն է, մեկը լեռնային դահուկներն է, որտեղ ազգային ժողովի դահլությունը ֆիզիկական հնարավորություն չկա, մեկը վոլեյբոլն է, որ հնարավորություն դեսետկա կապել վոլեյբոլ խաղալ, ուրիշ մարզաձևերի հետ ես երբևէ առնչություն չեմ ունեցել, լողը հանդը չկա, լողավազանը չկա, ուրիշ մարզաձևերի հետ ես առնչություն չեմ ունեցել,